Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 19-րդ նիստը տեղի ունեցավ արձան ձևաչափով։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 13-ամյակը Փենիամին Հովհաննիսյան, Փասադենայի մեջ տեղի ունեցած է հայկական համայնքի դարեգան մշակութային փառատոնը։ Մալաթիո հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգնած է քանդման վտանգի առջև։ Արշակ Ֆետվաչյանի անի շարքը արվեստի եւ պատմական հիշողության անփոխարինելի վկայություն։ Լարվածություն Լիբանանի մեջ, հայկական ինքնությունը Թիֆլիսի մեջ, Արկամ Այվազյանի գիրքի շնորհանդեսը։ 2026 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 19-րդ նիստը Նելի Հարությունյանի նախագահությամբ։ Նիստին հաստատվեցավ օրակարգը, քննարկվեցավ նախորդ արձանագրությունը, ինչպես նաև Սեբրի դաշնակրի վավերացման հարցը եւ հունիսի 22-ի նշանակությունը։ Ներկայացվեցավ նաև հունիսի 13-ի երրորդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգը եւ առաջիկա աշխատանքները։ Նիստի կարևոր որոշումներն մեկը կառավարության ղեկավար վարչապետ նշանակված Լիդիա Մարգոսյանին ուղղված շնորհավորական ուղերձներ։ Ազգային ժողովը անոր մաղթեց արդյունավետ եւ հաջող գործունեություն՝ ի նպաստ Արևմտյան Հայաստանի պետական կառույցներու զարգացման։ Արևի հանձնաժողովի անունով մերժեն ողջույնները կհղենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի ղեկավարներուն, ինչպես նաեւ Արևմտյան Հայաստանի ժողովրդին, Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 13-ամյակին արիտով։ Ամբողջ մեկ դար Արևմտյան Հայաստանի ժողովուրդը դիմակրաված է ազգային ինքնության, լեզվի եւ մշակույթի բաբանման ցաներ մարտահրավերները։ Ցուլման եւ գորոսներու այդ պատմական ընթացքը սկսավ աստիճանաբար փոխվել, երբ Արմենակ Աբրահամյանի առաջնորդությամբ կազմավորվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն եւ անոր ազգային ժողովը, դառնալով կազմակերպված քաղաքական գամքի եւ ազգային ինքնագիտակցության արտահայտությունը։ Այսօր մենք կնշենք այդ խորհրդարանին 13-ամյակը։ Օդար պետություններու աջակցությամբ Օսմանյան պետությունը գործադրելով իր ամբողջ ուժը բնաճնճեց հայ ժողովուրդը իր բնորան Արևմտյան Հայաստանի դարածներեն ցեղասպանության միջոցով, փաստորեն Հայաստանը ցկելով առանց հայերու։ Անցած 13 տարիներուն ազգային ժողովի գործունեությունը, ինչպես նաեւ Western Armenia TV-ի հետ համագործակցությունը կնկատվին մշակութային եւ ազգային ինքնության բաբանման կարևոր նախաձեռնություններ։ Այս աշխատանքը կարելի է համարել շարունակական սերմանում, որոնց նպատակն է ամրապնդել ազգային գիտակցությունն ու պատմական հիշողությունը։ Մենք համոզված ենք, որ գիտագից, իրաբաշտ եւ դիվանագիտական չանքերով կարելի է շարունակել ազգային նպատակներու առաջմղումը, հերու մնալով ծայրահեղ մոտեցումները եւ սատրանքները։ Ջամփան թյուրին չէ, սակայն ազգային գիտակցութենեն ծնած ուժը կրնա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն եւ անոր ազգային ժողովը այսօր նաև հիշողության վերականգնման եւ իրավունքներու միջազգային պաշտպանության կարևոր հարթակներ են։ Մեր ազգային ժողովը, որ հիմնադրվեցավ 13 տարի առաջ, նպատակ ունի պահպանել եւ ներկայացնել Արևմտյան Հայաստանի պատմական ու իրավական ժառանգության վերաբերող հարցերը, կապված նաև 1920 թվականի Սեբրի դաշնակրի պատմական նշանակության հետ։ Հայրենասիրությունը դժվար է բարերով սահմանել, անկապրի մարդու հոգին մեջ որպես հիշողություն, զգացում եւ պատասխանատվություն։ Ինչպես պատմական օրինակները կվկայեն, շատերու համար հայրենիքը նույնիսկ հերույեն կմնա անփոխարինելի արժեք եւ անոր վերադառնալու երազանքը երբեք չի մարիր։ Գեցե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, գեցե Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը, գեցե հայ ժողովուրդը։ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի Վիկտորի Փարքին մեջ տեղի ունեցած է հայկական համայնքի դարեգան մշակութային փառատոնը։ Միջոցառման մասնակցած են 25-ը ավելի դպրոցներու, շահ չհետաբնթող գազམ་ագերբություններու եւ եկեղեցիներու ներկայացուցիչներ, իսկ մասնակիցներու թիվը կերազանցած է 5000-ը։ Փառատոնը կարևոր նշանակություն ունի հայկական մշակույթի բաբանման եւ դարացման, համայնքային միասնության ամրապնդման եւ հայկական ավանդություններու հանրահռչակման համար։ Միջոցառումեն կոյացած ամբողջ հասույթը հավասարապես պիտի աշխվի Փասադենայի 3 մասնավոր հայկական դպրոցներու միջև։ Թուրքական իշխանությունները որոշում կայացուցած են քանդելու Մալաթիա քաղաքի գետրոնին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ ծանոթ է նաև Շուգայի եկեղեցի անունով։ Պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող այս սրբավայրը երկար տարիներ եղած է շրջանի հայկական համայնքի կարևոր հոգեվոր գետրոններեն մեկը։ Հայկական մշակութային ժառանգության բաբանությամբ զբաղվող շրջանակները մտահոգություն կհայտնեն, որ եկեղեցու հնարավոր քանդումը կրնա անտառնալի վնաս հասցնել շրջանի հայկական պատմամշակութային ժառանգության։ Անոնք միջազգային կառույցներուն եւ մշակութային արժեքներու բաբանությամբ զբաղվող գազམ་ագերբություններուն գոչ կուղեն ուշադրություն դարձնելու ստեղծված իրավիճակին եւ քայլեր ցերնարգելու եկեղեցու բաբանության ուղղությամբ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Մալաթիո հայկական ներկայացության կարևոր վկայություններն մեկն է եւ պատմական հիշողության բաբանման նշանակալի խորհրդանիշ։
Արշակ Ֆեթվաջյանի Անի շարքը հայկական արվեստի, հնագիտության եւ պատմական վավերագրման բացառիկ օրինակն է։ 20-րդ դարու սկիզբը Նիկոլայ Մարի հնագիտական արշավախումբին ձիրին մեջ Ֆեթվաջյանը ստեղծեց չրաներգով բարձր ճշգրտության պատկերներ, ներկայացնելով Անիի եկեղեցիները, պալատները, բարիստները եւ ճարտարապետական գոտոները, բաբանելով անոնց արտաքին դեսն ու արժեքավոր մանրամասնությունները։ Այս աշխատանքները ոչ միայն գեղարվեստական մեծ արժեք ունին, այլև կարևոր վավերագրական աղբյուրներ են։ Անոնց շնորհիվ այսօր կարելի է ուսումնասիրել Անիի բազմաթիվ հուշարձաններու տեսքը, ներառյալ այն գայությունները, որոնք հետագային վնասված են կամ ամբողջովին անհետացած։ Ֆեթվաջյանի ստեղծագործությունները մինչև այսօր կմնան հայկական մշակութային ժառանգության բաբանման եւ ուսումնասիրության անփոխարինելի աղբյուր։ Լիբանանի հարավին եւ շարք այլ շրջաններու մեջ Իսրայելի վարչագարկի օտային հարվածներուն հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, զինադատարի մասին նոր հայտարարություն են ընդամենը 24 ժամ անց։ Լիբանանի պաշտոնատարները Վաշինգտոնի մեջ Իսրայելի վարչագարկի ներկայացուցիչներուն հետ ունեցած հանդիպումներու ընթացքին համաձայնության եկած էին ռազմական գործողությունները դադրեցնելու շուրջ, սակայն այդ համաձայնությունը դակավին ուժի մեջ չմտած։ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Ղասեմ հայտարարությունը բնորոշած է որպես հանձնվիլ եւ բարդություն, նշելով, որ Լիբանան նման պայմաններ չի կրնար ընդունել։ Անոր համաձայն, քանի դեռ Իսրայելի վարչագարկի հարվածները կշարունակվին լիբանանյան տարածքին վրա, հյուսիսային Իսրայելը եւս պիտի մնա վտանգի տակ։ Իրավիճակը շրջանի մեջ կշարունակե մնալ լարված, իսկ զինադատարի իրականացման հեռանկարները դակավին անորոշ են։ Թիֆլիսի մեջ հայկական ինքնության պահպանումը թյուրին գործընթացը չէ, ուր արագացող ցուլման պայմաններուն մեջ մշակութային կենտրոններն ու համույթները կդառնան ազգային հիշողության կարևոր օղակներ։ Այդպիսի արագերությունը ստանձնած է Անի բարախումբը, որ յուրաքանչյուր ելույթով կվերածվի հայկական մշակույթի կենդանի պատմության, ներկայացնելով ազգային տարազը, երաժշտությունն ու բարի ավանդությունները։ 2005 թվականի նոյեմբեր 28-ին հիմնված համույթը դարիներ շարունակ դարձած է միջավայր, ուր շուրջ 70 երեխա կծանոթանա հայկական բարարվեստին եւ կապրապնդե իր գաբը ինքնության հետ։ Հիմնադիրին համոզումով բարը ոչ միայն արվեստ է, այլ հիշողություն եւ գապ արմատներուն հետ, որ երեխային գոգնի ավելի խոր գիտակցիլ իր մշակույթը։ Թիֆլիսի մեջ հայկական դպրոցներու սահմանափակության պատճառով լեզվական ու ազգային գաբերը հաճախ կթուլանան եւ այս պայմաններուն մեջ Անին կդառնա կարևոր մշակութային հենարան, համատրելով ավանդական եւ ժամանակակից տարրեր, ներառելով նաեւ դհոլի խումբ եւ խթանելով դողոց հետաքրքրությունը։ Համույթը մեծ կարևորություն կտա նաեւ հայրենի պահպանման, փորձելով բոլոր շփումները եւ դասերը իրականացնել հայրենով։ Միջազգային եւ համայնքային մասնակցություններով ան կփոխանցե մշակութային ներկայության պատկամ, ընդգծելով Թիֆլիսի հայկական համայնքի շարունակական գոյությունը։ Այսօր Անի բարախումբը կգործե որպես կամուրջ անցյալի եւ ապագայի միջև, պահպանելով եւ փոխանցելով հայկական ինքնությունը շարժման, երաժշտության եւ մշակույթի միջոցով։ Թեքեան մշակութային կենտրոնին մեջ տեղի ունեցավ Նախիջևանի հայկական նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը ստեփարածավալ երալեզու աշխատության շնորհանդեսը։ Հեղինակ Արկամ Այվազյանի գիրքը կնկատվի Նախիջևանի հայկական ժառանգության եզակի հանրագիտարանը, ընդգծելով հնագույն ժայռապատկերներ, վանքեր, եկեղեցիներ, գյուղեր եւ գիրարական արվեստի նմուշներ։ Հեղինակը իր ծննդավայրին մեջ դեռ 20-րդ դարու կեսերեն սպաղած է փաստահավաք աշխատանքով, արձանագրելով եւ լուսանկարելով մշակութային նմուշները այն ժամանակ, երբ անոնք աստիճանաբար ոչնչանային։ Շնորհանդեսին ընդգծվեցավ նաև, որ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրեն ետք Նախիջևանի ղարքավիճակի փոփոխությունները հանգեցուցած են հայկական բազմաթիվ հուշարձաններու գործության, ներառյալ Ջուղայի միջնադարյան խաչքարերը։ Մասնակիցները գիրքը գնահատեցին որպես կարևոր փաստագրական աղբյուր պահպանված ժառանգության ուսումնասիրության համար։ Աշխատության մեջ ներառված են ավելի քան 1000 լուսանկար, քարտեզներ եւ մանրամասն տեղեկություններ, որոնք կվկայեն Նախիջևանի հայկական մշակութային ներկայության մասին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։